Հիմա մենք գտնվում ենք Չեն թողում, որ միջև վերջ խոսքս ասեի, բայց մենք գտնվում ենք Բերլինում։ Այս վլոգում կտեսնեք բերլինյան Christmas մարքետները, մի փոքր կխոսեմ արժեքների մասին, հետո կտեղափոխվենք Պոտսդամ քաղաք։ Սա իրենց ամենամեծ եւ գեղեցիկ Christmas մարքետն է համարվում։ Կային հետաքրքիր գեղեցիկ պրոդուկտներ, որ կարելի էր գնել, բայց մենք բագաժ չունեինք ու աչքներս մնաց մի շարք լավ բաների վրա։ Այսպիսի սուվենիրчикներ գնելու համար պետք է ամենակիչը 25 եվրո աչքի տակ ունենայիք։ Կարծում եմ շատ թանկ է նման ինչ-որ սուվենիրներին այդքան գումար վճարելը։ Էստոնացիների խաղալիքները շատ սիրուն էին։ Մի հատ խաղալիքը սկսվում էր 17 եվրոից, կարծում եմ շատ թանկ արելի։ Շատ վատ է երևում։ Փակեցի գալ Գերմանիա եւ չուտել իրենց գերմանական փերշիկներն ու վայելել իրենց գերմանական գարեջուրը, ուրեմն համարեք դուք չեք եկել Գերմանիա։ Մարքետը բացված է Բերլինի ամենահայտնի հրապարակներից մեկում, որը գտնվում է Ֆրիդրիխ Շտրաս փողոցի վրա։ Մի խոսքով շատ սիրուն բաներ կային, հետաքրքիր էր ինչ խոսք, բոլորը խմում էին իրենց հայտնի գլինթվայնը, բայց ես չեմ սիրում։ Դրա փոխարեն ուտում էինք նրբերշիկ եւ խմում էինք գարեջուր։ Դրանից լավ բան չկար։ Երկու բառով կպատմեմ Բերլինի մասին։ Պատմամշակութային վայր է, որտեղ ամեն քայլափոխի ունես տեսնելու բան, սովորելու բան, բայց ես քաղաքները ընտրում եմ էներգիայով, իսկ այստեղի էներգիան շատ սառն է եւ երկրորդ անգամ հաստատ չեմ գա Բերլին։ Մենք հիմա Բերլինի գետի վրա ենք, նստել ենք նավարկության, որպեսզի էքսկուրսիա անցնենք ու տեսնենք Բերլինի շքեղ վայրերը։ Մեզ տվել են այսպիսի հարմարանքներ, կոնդիցիոներы պուլտեր, ինչպես կասեի ես։ Ընտրում ենք այստեղ ուրեմն լեզուն, ինչ լեզվով ենք ուզում, որպեսզի մեզ պատմի պատմությունը, եւ անցնում ենք փոքրիկ էքսկուրս։ Դե ինչ գնացքով գնացինք Պոտսդամ, այստեղ ավելի մաքուր էր, ավելի գեղեցիկ էր եւ ավելի ջերմ էր։ Բերլինից 40 րոպե հեռավորության վրա է գտնվում այս քաղաքը, որտեղ կգտնեք Սանսուսի պալատը, 18-րդ դարի պալատ է, որը կառուցվել է Ֆրիդրիխ թագավորի համար։ Պալատի անունը թարգմանաբար նշանակում է առանց հոգսերի։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մասին է։ Ամռանը այստեղ ավելի գեղեցիկ է, պատկերացնում եք ամբողջովին ծաղիկներով, կանաչներով, մի խոսքով հրաշք վայր։